Ձերբակալվել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա որդի Սեդրակ Քոչարյանը։ Վաղարավոտյան Ռոբերտ Քոչարյանին տարել են ԱԱԾ, այնուհետև տեղափոխել հակակոռուպցիոն կոմիտե։ Մինչ այդ ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են նրա առանձնատունը։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած տեղեկության, տվյալներ են ստացվել, որ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնության պաշտոնեական դիրք օգտագործելով տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել եւ շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական եւ տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։ Ձերբակալվել է 6 անձ։ Առավոտ շուտ դիմակավորված Առավոտյան ժամը 7-ից դիմակավորված ԱԱԾ-ականները Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում են։ Իրավապահները գործողություններ են իրականացնում նաև Լևոն Քոչարյանի կնոջ երգչուհի Սիրուշոյին պատկանող Պրեգոմեշ ընկերությունում, հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Խանութը փակ է։ Նաև խոզարկություններ են իրականացվում Քոչարյանի Սիրուշոյին պատկանող ընկերություններում, հիմա ես Պրեգոմեշ եմ գնում, այստեղ գործընկերներս աշխատում։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խոզարկություններ ու վարորդային այլ գործողություններ։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում քննչական եւ վարութային գործողություններ են իրականացվում Orange Fitness ակումբում եւ Play City զվարճանքի կենտրոնում եւ ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Քննչական գործողություններ են իրականացվում նաեւ Piazza Grande Business կենտրոնում եւ Toyota Երևան ավտոսրահում։ Խորհրդարանում այսօր միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն է։ Ընդդիմադիր ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունները չեն մասնակցում ազգային ժողովի նիստին։ Երեկ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գարեգին II-ին անվանել է աշխարհի կանոնով, ընդդիմադիրները լքել են նիստերի դահլիճը։ Սիսիանի զորամասերից մեկում հայտնաբերվել է սպա Հայկ Մովսիսյանի դին։ Ըստ նախնական տվյալների տեղի ունեցածը ենթադրյալ ինքնասպանություն է։ Սիսիանցի սպան 2 երեխաների հայր էր եւ ընտանիքը շուտով սպասում էր երրորդ զավակի լույս աշխարհ գալուն։ Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ համաքաղաքացիները Մովսիսյանների ընտանիքը բնութագրում են որպես ավանդապաշտ ու հավատացյալ, իսկ Հայկը, որը վերջերս էր կորցրել քաղցկեղից մահացած ծնողներին, մշտապես մասնակցել էր եկեղեցական պատարակների։ Կատարվածի հստակ դրդապատճառները դեռևս անհայտ են։ Կրասնոդարի երկրամասում գտնվող Աֆիպսկի նավթավերամշակման գործարանը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի միջոցով։ Զոհերի եւ վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Այս ֆոնին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանում իբր նոր մոբիլիզացիայի մասին լուրերը կեղծ են։ Այս ամենը անում են ուկրաինական իշխանությունները։ Բնականաբար Կիևյան վարչակարգը փորձում է գաղափարապես սասանել իրավիճակը մեր երկրում, հայտարարել է Պեսկովը։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հայտարարության համաձայն ԱՄՆ գանձապետարանը մեկնարկել է Իրանի դեմ տնտեսական աննախադեպ ճնշման նոր արշավ, որը ստացել է տնտեսական մեկուսացում անվանումը։ Իրանի էկոնոմիկայի նախարար Մասուդ Մադանիզադեն վստահեցրել է, որ Թեհրանը նախապես կանխատեսել եւ պատրաստվել էր այս զարգացումներին։ Կառավարությունն ունի երկամյա ծրագիր եւ մենք լիովին պատրաստ էինք, որ այս իրադարձությունները տեղի կունենան։ Միաբևեռ աշխարհը ավարտվել է եւ նրանք եւս մեկ անգամ կհամոզվեն դրանում։ Նրանք կտեսնեն, որ ընդհանրապես չեն կարողանա հասնել հաջողության, ասել է նա։ Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու վառելիքի ցիստեր տեղափոխող մեքենան։ Պատահարի հետևանքով վիրավորվել է 35 մարդ։ Նորվեգիայում լուսանկարվել է հազվագյուտ սպիտակ հյուսիսափայլ։ Սովորական կանաչ կամ մանուշակագույն երանգների փոխարեն երկինքը պատվել է աստղային լույսի պես փայլող սպիտակ հաստ շերտով։